բնականաբար պարոն Կարապետյանի հետ լիովին համաձայն եմ։ Պետք է մենք պահենք մեր հոգևոր արժեքները։ Ինչպես եք գնահատում Փաշինյանի հայտարարությունները, հենց այդ հակաեկեղեցական։ Աստված ինձ խելքատվել գնահատեմ պարոն Կարապետյանին։ Ոնց կարող եմ, չեմ կարող։ Փաշինյանը մի ամբողջ ազգ է ներկայացնում, այնուամենայնիվ նա մի ամբողջ ազգ է ներկայացնում։ Այդ ազգի մեջ ես էլ եմ մտնում։ Իհարկե։ Ինձ էլ է ներկայացնում, բայց իմ մոտեցումը դա չի։ Այդ այլ հարց է շատերի մոտեցումը։ Ես ձեր հարցին կարծում եմ պատասխանեցի։ Այնուամենայնիվ, եթե այսօր Սամվել Կարապետյանին կալանավորեն, հետագա գործունեությունը, ժողովրդի քայլերը ինչպես եք պատկերացնում, դուք ինքներդ ինչ կարող եք անել։ Եթե ինձ չկալանավորեն, ես էլ եմ անպայման լինել եմ այնքան, մինչև մեր պարոն Կարապետյանին ազատ արձակել։ Այսինքն նույնիսկ պատրաստ եք դատարանի բակում մնալ կամ գնալ։ Միանշանակ, իհարկե։ Տարիներ առաջ այսպիսի բան եթե արվեր, ինչ կկատարվեր, հա, ժողովրդի պասիվությունը նաև շատերի մտահոգում։ Քաղաքականից հարց տվեցիք, ես ասեցի, քաղաքական պրոցեսները տեղի ունեցան, դրա համար եք այստեղ։ Իմ դիրքը ուրիշ է։ Ես եկել եմ այստեղ, ես հավատքով եմ, երբեք չեմ կոտրվել, երբեք դեմ չեմ գնացել Տիրոջը, ինչքան դժվար է եղել ինձ, ու այսօր տեղի է ունենում այն, ինչ որ մենք ականատես ենք լինում։ Ես այստեղ եմ մեր պարոն Կարապետյանի կողքին լինելու, միած sense սոլենի հատիկ sense իր կողքը եթե կարող եմ ինչ որ բանով օգտակար լինել իմ լինելիությամբ, ես այստեղ եմ։ Իսկ իր գործունեության հետ կապված ինչ կարող եք ասել Սամվել Կարապետյանի, ասում են, որ մեծ գործարար է, բարերար է, բայց ես ակնհայտ դա տեսել եմ, զգացել եմ։ Ես շատ փոքր մարդ եմ, ինչ որ բաներ ասել, անգամ իր ազգանունը տալուց երբեմն ես մտածում եմ, տամ թե չտամ։ Այդքան ես իրան հարգում ու սիրում եմ։ Նիկոլ Փաշինյանը խնդրում եմ մի հարցեր։ Արցախում Սամվել Կարապետյանին գովեց եւ կարծես Ես տեսել եմ։ Բա հիմա ի՞նչն է խնդիրը, որ կանգնեն այդ պաշտպանությունը։ Չեմ կարող ասել, միգուցե իրան հարցնեք դա։ Ձեր կարծիքով։ Չեմ կարող ասել։ Կան բաներ, որ ակնհայտ մենք տեսնում ենք եւ հետո հակառակն ենք տեսնում։ Չեմ կարող որևէ բան ասել։ Իմ Արցախը հանձնեցին։ Կալանավորում հետո ինչ է։ Դե կարծում եմ դա ինչ որ նպատակ ունի։ Խնդրում եմ շատ խորացված ինձ հարցեր մի տվեք։ Ես ուղղակի այստեղ եմ մինչև վերջ լինելու պարոն Կարապետյանի կողքին։ Շատ շնորհակալ եմ։